Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մենք կրկին չեմպիոնների քաղաք Գյումրիում ենք։ Եկել ենք գեղեցկուհի չեմպիոնի հետևից։ Նա 19 տարեկանում դարձել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն։ Երիտասարդների պայքարում նա մրցակցությունից դուրս է եւ ճանաչվել է նաեւ աշխարհի երիտասարդների լավագույն մարզիկ։ Մեր չեմպիոնը Ալեքսանդրա Գրիգորյանն է, կամ ինչպես մտերիմներն են նրան ասում, Սաշան։ Ողջույն Ալեքսանդրա, ուրախ ենք քեզ տեսնել Գյումրիում։ Սկսենք ամենակարևորից։ Վերջին շրջանում չես մարզում, գիտեմ վնասվածք ունես։ Ինչպես ես բուժում վնասվածքները եւ որտեղ էի ստացել այդ վնասվածքները։ Արդեն մեկ ամիս է չեմ մարզվում, մրցույթներից հետո մրցման ժամանակ շատ լուրջ ցավեր ունեցա, բայց մինչև այդ ես ցավեր ունեի, մարզումների ժամանակ նաղուսկեն շատ էր եղել, դրա համար ցավերը շատ էին։ Ու հիմա չեմ մարզվում, որ ապագա մրցույթներին կարողանամ առանց վնասվածքների հանդես գալ։ Ծանրամարտով բավականին երկար ժամանակ ես արդեն զբաղվում։ Ինձ հետաքրքիր է ինչպես եկար ծանրամարտի դալիճ, ինչպես գրավեց քեզ այս մարզաձևը։ Արդեն 8 տարի մարզվում եմ այս սպորտով, սկզբից քույրս էր զբաղվում ծանրամարտով, նրա մեդալները տեսնելուց ես էլ շատ կուրախանայի ու որոշեցի, որ ես էլ պետք է մարզվեմ։ Կարելի է ասել, որ քույրդ է բացահայտել քո տաղանդը այս մարզաձևում։ Ինքը չի բացահայտել, երբ որ առաջի օրը ես եկա մարզատալիճ, մարզիչս երկրիցն տեսավ, որ ես տաղանդավոր եմ ու շուտ կընկալեմ ամեն ինչ ու սկսեցինք մարզվել ու չսխալվեցինք։ Կար ժամանակ, երբ աղջիկ ծանրորդներին Հայաստանում այնքան էլ միանշանակ չէին ընդունում։ Ասում էին աղջիկներն ինչ գործ ունեն ծանրամարտում, բայց հետո Նազիկ Ավդալյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի ու մյուսների հաղթանակները կարծես կարծատիպը կոտրեցին։ Այժմ ինչպես է։ Ես մտածում եմ, որ դա այդպես չէ, որովհետև եթե մարդ ուզում է զբաղվել այս սպորտով, պետք է զբաղվի ու եթե գիտենանք, որ դա կստացվի իր մոտ, ուրեմն դա էլ ոչ մեկին պետք չէ հետաքրքրի, թե աղջկա է, թե տղամարդու երևի։ Ալեքսանդրա, դու 19 տարեկանում դարձար մեծահասակների Եվրոպայի չեմպիոն։ Ընդ որում հեշտ չի տրվել չեմպիոնությունը։ Պոկում վարժությունում դու միայն 7-րդն էիր, հրումում կարողացար քամբեկ անել ու անցնել բոլորին։ Նախ կխնդրեմ այդ հույզերի մասին, չեմպիոնության մասին ու ինչպես ստացվեց, որ դարձար չեմպիոն։ Դե մինչև մրցույթ գնալը ես էլ էի հավատում, որ հնարավոր է եւ չեմպիոն լինեմ, որովհետեւ մարզումների ժամանակ ես էլ բարձր կիլոգրամներ էի արել ու երբ որ մրցույթի ժամանակ պոկում վարժությունը մոտս մի փոքր լավ չստացվեց, հույսս կորցրեցի, որ չեմպիոն կլինեմ, բայց հավաքեցինք ուժը մարզիչների օգնությամբ կարողացանք հաղթահարել դա ու ասացին, որ ես հրում վարժությունում ուժեղ եմ ավելի ու կարողացանք չեմպիոն լինել։ Այս տարի երկրորդն էիր։ Ինչը խանգարեց կրկնել չեմպիոնությունը։ Ինձ թվում է խանգարեց այն, որ ես ավելի վստահ գնացի մրցույթին, որովհետև պետք չէ մտածել մրցույթ գնալուց առաջ մտածել, որ դու արդեն չեմպիոն ես, դրա համար երևի հենց դա էլ խանգարեց։ Հետաքրքիր է մարզիկներից ոմանց մոտ, երբ որ նրանք ուժեղ են լինում, դա էլ ավելի ուժեղացնում է։ Քո պարագայում կարծես ինքնավստահությունը կոտրեց քեզ։ Դե միջև էլ ես ցավեր էլի ունեի պարապմունքների ժամանակ, բայց դե կարծում եմ, որ միջև մրցույթը չմասնակցելը պետք չէ կարծիք կազմել մրցույթին։ Ալեքսանդրա, դու ավելի ուժեղ ես հրում վարժության ժամանակ։ Ինչն է խանգարում, որպեսզի բալանսավորես պոկումը եւ հրումը։ Պոկում վարժությունում մի քիչ ես վստահ չեմ, կարելի ասել, որովհետև այս ժամանակ իմ վնասվածքները ավելի շատ են խանգարում, բայց այս վերջի մրցույթի ժամանակ ես կարողացա այդ ամեն ինչը հաղթահարել ու լավ արդյունք ստանալ։ Ես ունեմ մեջքի վնասվածք, արդեն մոտ 6 տարի էլ ունեմ, ուղղակի երբ արդեն կիլոգրամները ավելի շատ ես բարձրացնում, դա ավելի շատ նաղրուսկա է լինում էր այդ վնասվածքին։ Ալեքսանդրա, դու երիտասարդների պայքարում մրցակցությունից դուրս ես։ Գրեթե բոլորս վստահ ենք, որ դու երիտասարդների պայքարում չեմպիոն ես լինելու։ Մեծահասակների պայքարում այսուհանդերձ թիկունքումդ զգում ես մրցակիցների շունչը։ Որ քաշային կարգում, որ մրցակցության ժամանակ է քեզ երիտասարդների պայքարում է ավելի հեշտ, ավելի լավ ես այնտեղ քեզ զգում, թե մեծահասակների պայքարում որտեղ է ավելի հետաքրքիր։ Միշտ էլ պայքարը եղել է բոլոր մրցույթներն էլ, ուղղակի երիտասարդների ժամանակ ավելի հեշտ, բայց քանի որ այս մրցույթը նոր էի քաշային կարգս փոխել ու չգիտեի, թե ով ինչքան կարող բարձրացնել, դրա համար ավելի կենտրոնացած գնացինք այս մրցմանը։ Դարձել ես Եվրոպայի երիտասարդների լավագույն մարզիկ։ Դա քեզ վստահություն է տվել, թե հակառակը ավելի պատասխանատվություն, որը խանգարում է։ Երկուսը միաժամանակ։ Համ վստահություն, համ պարտավորվածություն երևի։ Շատ ոսկե մեդալներ ես նվաճել, սկսած պատանեկանից մինչև երիտասարդներ ու ապա մեծեր։
որ նվաճումից հետո նորովի ճանաչեցիր ինքդ քեզ։ Մեծահասակների Եվրոպայի ժամանակ, երբ որ հույս չկար չեմպիոն լինելու, այդ ժամանակ երբ չեմպիոն եղա, դա արդեն ավելի պարտավորված զգացի ինձ ապագա մրցույթների համար ու զգացի, որ կարողանամ դեպի օլիմպիական խաղեր գնալ։ Հիշում ես այդ ոսկե մեդալը։ Զգացողությունները պատմիր։ Դե զգացողությունները աննկարագրելի են, չեմ կարող դա ասել, քանի դեռ դուք չեք զգացել դա։ Երևի թե շատ ուրախություն զգացինք, հպարտություն։ Ալեքսանդրա, դու այս տարի նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեցիր։ Խնդրեմ այդ ռեկորդի մասին նույնպես խոսել, եթե չեմ սխալվում, քո լավագույն արդյունքն է եղել։ Դե իմ լավագույն արդյունքն է եղել այս Եվրոպայի առաջնությանը 123 կիլոգրամով ռեկորդ տարեցի, 116 էր ու մենք հենց այդ մտքով էլ գնացել էինք այս առաջնությունը, եթե վնասվածքներ չլիներ, նաև կարողանայինք մեծահասակների Եվրոպայի ռեկորդ տանել ու հուսով եմ, որ ապագայում էլ մեր վնասվածքները չի խանգարի։ Իսկ ինչ է սիրում Ալեքսանդրան սպորտից դուրս։ Սպորտից դուրս սիրում եմ նկարել, երգել, պարել։ Ունես հետաքրքիր նկարներ։ Հա, բայց չեմ սիրում բոլորը տեսնին, ես իմ համար ուղղակի։ Եթե մի օր ասեն, որ էլ ծանրամարտով չես զբաղվելու, ինչով կզբաղվես։ Ճիշտ ասած չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետև ես ինձ սպորտից դուրս չեմ պատկերացնում։ Ինչպես քեզ կբնութագրես մեկ նախադասությամբ, եթե չասես, որ դու ծանրորդ ես, մարզիկ ես։ Ուժեղ, կամեցող, երևի։ Ինչ սովորություն ունես, որը քեզ ուժ է տալիս կամ միգուցե բարկացնում։ Սովորություն շուտ ընկճվում է, երբ որ ցավ կունենամ, բայց քանի որ ունեմ կողքից լավ մարզիչներ, նրանց շնորհիվ դա ձեռք ենք բերում հավատքը ու հավատում ենք իրենց, որ կարող ենք մենք արդյունք ունենալ։ Մասնագետները դեռևս Փարիզի օլիմպիական խաղերից առաջ նշում էին, որ դու Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում լինելու ես մեր կանանց հավաքականի գլխավոր հույսերից մեկը։ Ինքդ քեզ պատկերացնում ես Լոս Անջելես 2028-ում։ Կամաց գնում ենք դրան։ Եվ խոսենք նաև առաջիկա ծրագրերի մասին։ Մրցաշրջան 2026-ը սարերի հետևում չէ։ Կա Եվրոպայի առաջնություն, նաև արդեն սկսվելու են վարկանիշային օլիմպիական խաղերի համար մրցաշարերը։ Ինչ ծրագրեր ունես, ինչ խնդիր ես դնելու 2026-ին քո առջև։ 2026 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է հենց ապրիլ ամիսին։ Այդ մրցումը ավելի լավ մասնակցելու դեպքում ավելի վստահություն կլինի, որ արդեն մասնակցել ռեյտինգային մրցույթներին օլիմպիադայի համար ու լավ հանդես գալ, որ կարողանանք գնալ օլիմպիադա։ 2026-ին ինչ կիլոգրամներ ես դնելու քո առջև։ 2026 թվականի մրցույթները ավելի դժվար են ինձ տրվելու, որովհետև արդեն գալիս է օլիմպիական տարին, ռեյտինգային տարին ու դրա համար ինձ բարձր կիլոգրամներ են պետք, մոտ 100 կիլոգրամ պոկում, 130 կիլոգրամ հրում, բայց եթե վնասվածքներ չլինեն, դա ինձ թվում է հեշտությամբ կլինի։ Դե ինչ Ալեքսանդրա, քեզ նորանոր հաղթանակներ ենք մաղթում նաև 2026 թվականին, իսկ ամենաբարձրագույնը լինելու է արդեն օլիմպիական խաղերը։ Հայաստանը կանանց պայքարում ոսկե մեդալ չունի օլիմպիական խաղերում եւ հույս ունենք դու հնարավորություն կունենաս եւ կկարողանաս կոտրել սառույցը։ Մերսի շատ, Աստված կարողանանք գնալ ոսկե մեդալի հետևից։ Քրիստինե Պետրոսյանը Ալեքսանդրայի անձնական մարզիչն է։ Քրիստինե, գիտեմ, որ Ալեքսանդրայի նկատմամբ ծնողական հոգատարություն ունեք, նույնիսկ այժմ էլ միասին եք ապրում։ Ինչպես ստացվեց ձեր այսքան մտերմությունը։ Ուրեմն Ալեքսանդրայի մեծ քույրիկը իմ մոտ էր մարզվում։ Մի օր ասեց, որ կենտրոնից երեխաները ուզում են գալ ծանրամարտի, ես էլ գնացի այնտեղ։ Ալեքսանդրան ինձ մոտեցավ, ասեց, որ ուզում է զբաղվել ծանրամարտով։ Հաջորդ օրը եկավ մարզումների, մենք մեծ պոտենցիալ տեսանք եւ ես եւ մեր հավաքականի մարզիչը Գեր Արտաշը եւ նա սկսեց զբաղվել սպորտով ու շատ կարճ ժամանակահատվածում դարձավ պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Դուք ինքներդ էլ մարզիկ եք եղել։ Ինչ է պետք այսօր մեր ծանրորդ գեղեցկուհիներին։ Մեծ նվիրում։ Միայն դա բավարար է հաղթանակի համար։ Հիմա այո, որովհետեւ իրենք ամեն ինչով ապահովված են հիմա։ Մարզումների ժամանակ Ալեքսանդրան ինչով է առանձնանում մյուսներից։ Իր դիսցիպլինայով եւ աշխատասիրությամբ։ Հեշտ է նրա հետ։ Շատ։ Օրինակ, ինչի համար։ Հեշտ է նրա հետ աշխատել, որովհետեւ նա համ շատ աշխատասեր է, համ նվիրված է իր գործին եւ մեզ հենց մեր մարզիչներն է, մեր հավաքականի մարզիչներն են ասում, որ նրա հետ հեշտ է աշխատելը, որովհետեւ ինքը շատ է սիրում ծանրամարտը եւ նպատակներ ունի
ուզում է որպեսզի օլիմպիական խաղերին մասնակցի։ Այդտեղ ասեցի, որ նվիրումը շատ մեծ դեր ունի։ Ալեքսանդրան այսքան երիտասարդ տարիքում ունի բավականին շատ տիտղոսներ, որոնց շատ մարզիկներ նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում չեն հասնում։ Այսուհանդերձ, որն է գերնպատակը ու որքանով է հավանական դրան հասնելը։ Ներկապայիս գերնպատակը օլիմպիական խաղերն է, 28 թվականի օլիմպիական խաղերին։ Ինձ թվում է բոլոր մարզիկներն են եւ մարզիչներն էլ երազում են, նպատակ ունեն, որպեսզի իրենց սաները մասնակցեն օլիմպիական խաղերին։ Հիմա մեր նպատակը օլիմպիական խաղերն է, հիմա մենք բուժվում ենք, այդ շրջանն է մեր մոտ, որպեսզի առողջ մասնակցի գնա օլիմպիական խաղերին։ Դե ինչ տա Աստված, որ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ժամանակ ձեզ առիթ ունենանք շնորհավորելու որպես օլիմպիական խաղերի չեմպիոնի մարզիչ։ Դա Աստված, շնորհակալ եմ ձեզ։ Եթերում չեմպիոնի հետն էր, իսկ մեր չեմպիոնը Ալեքսանդրա Գրիգորյանն էր։ Սպասեք մեզ։